Պետությունը հանդիսանալով փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադիր, առաջին հերթին իհարկե ունի նպատակ այդ բժշկական կենտրոնների օգնությամբ մաքսիմալ որակյալ բժշկական ծառայություններ մատուցելը, բայց ես ուզում եմ նաև շեշտադրել, որ մենք այս փակ բաժնետիրական ընկերությունների կառավարմանը մոտենում ենք որպես ուրեմն կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան շահույթ գեներացնելու եւ պետության ներդրումները ճիշտ ձևաչափով վերադարձնելու, մեծացնելու եւ ընդլայնելու տրամաբանության մեջ։ Ես սա շեշտադրում եմ, որովհետեւ մեր ընդհանուր համակարգի գործունեությունը եւ ֆինանսավորման սկզբունքը այնպիսին է, որ մենք ծառայությունը գնում ենք անկախ նրանից դա պետական բժշկական կենտրոն է, մասնավոր բժշկական կենտրոն է, մենք ունենք հստակ չափորոշիչներ ծառայության որակին վերաբերելի եւ փոխհատուցում ենք մեր գինը այնպես, որպիսի ուրեմն բժշկական կենտրոնները ունակ լինեն որակյալ ծառայություններ մատուցել եւ ապահովագրության շրջանակներում էլ։ Դրա համար մեր, ինչպես ասեցի, հավաքագրված տեղեկատվության եւ արված վերլուծությունների հիման վրա մենք պիտի գնանք այս կենտրոնների կառավարման միասնականությանը։ Սա վերաբերում է նրան, որ վարչական, կառավարչական, ֆինանսական տվյալները կառավարումը պետք է իրականացվի հնարավորինս խոշորացված ձևաչափով։ Ես միանգամից ուզում եմ փարատել բոլորի մտավախությունները, որ որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, որևէ բժշկական կենտրոն չի կրճատվելու եւ բոլոր բժշկական կենտրոնները շարունակելու են մարզային գործել իրենց տեղերում, շենքերում եւ տեղակայման վայրերում։ Շատ կարեւոր է, որտեւ ցավոք սրտի, այսպես նաեւ գուցե ինչ-որ նախորդիվ պատմություններից ուզում եմ, որ այստեղ շատ հստակ լինի։ Այլ հակառակը պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային կենտրոնները կառուցելու, վերակառուցելու, հագեցնելու վրա եւ այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ մենք ունենք միայն նախարարության շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացվող մոտարպես 13 շինարարական ուրեմն ծրագրեր, որոնք որ շարունակելու ենք եւ նաեւ մեր գործընկերները քաղաքաշինության կոմիտեն եւ ՀՏԶՀ-ն իրենց մասերով այս գործընթացը շարունակվելու է։ Հարցը վերաբերվում է, որպեսզի մենք ունենանք միասնական տրամաբանությամբ եւ ծախս արդյունավետ կառավարվող հիմնարկներ, որպեսզի մեր գումարները, որ մենք վճարում ենք ծառայությունների դիմաց, ոչ թե գնան կառավարչական, վարչական, անհասկանալի ուռճացված ծախսերը բավարարելու, այլ կոնկրետ ծառայությունները սպասարկելուն եւ մեր բնակչությանը որակյալ բուժ օգնություն տրամադրելուն։ Այս ընդհանուր սկզբունքով էստեղ ես նաև փորձեմ ձեր հարցերին պատասխանել արդեն ավելի կոնկրետ, եթե կլինեն։ Այո։ Այստեղ թույլ մասնագետները կամ բժշկական որևէ սխալի դեպքում, այսպես ասած, ակսորվել են մարզային բժշկական հիմնարկներում աշխատելու։ Առողջապահության նախարարությունը այս միջոցառումներից հետո որքանով է հետևողական